Մերձավանի սկանդալային միջադեպի աղմուկի մեջ հանրությունը բազմաթիվ հարցերի պատասխաններ այդպես էլ չստացավ։ Ինչու էին դպրոցի ուսուցիչները, աշակերտները այդպես բորբոքվել ու բողոքի ալիք բարձրացրել պատմության ուսուցչուհու դեմ։ Սա կազմակերպվել էին դեմ, նրանք շատ են, բայց Մենք գնացինք փաստերի հետևից ու այն, ինչ պարզեցինք, պակաս խնդրահարույց չէր։ Իրականում ուսուցչուհի Ռոզա Դավթյանին հեռացրել են մի քանի դպրոցներից։ Արմավիրի զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցից նրան հեռացնելուց հետո ուսուցչուհին տնօրենին դատի է տվել, փորձելով վերականգնվել։ 2022 թվականին է Ռոզան ազատվել աշխատանքից, որտեղ վերջին շրջանում պարբերաբար իր կողմից եղել են ոչ կարգապահ աշխատանքին ներկայանալու հետ կապված, ուսմասվարի կողմից ունեցել ենք զեկուցագրեր, որ այսինչ օրը չի եկել, տեղեկացված չեմ եղել, ինձ էր հարցնում, ձեզ տեղյակ պահել են, թե ոչ, կամ որ ժամին իրեն պետք լիներ ինչ-որ մի անձնական հարցով, կարող է դուրս գար դպրոցից։ Դատալեքսում հրապարակված գործի նյութերից ծանոթանում ենք, որ Ռոզա Դավթյանը 2017-ից հաշվառված է Արմավիրի Զարիշատ Մարտին Մկրտչյանի անվան բժշկական կենտրոնի հոգեբուժական կաբինետում, քրոնիկական զառանցական խանգարում ախտորոշումով։ 2021-ի օգոստոսին դպրոցը ծանուցում է ուղարկել, որ իր հիվանդության պատճառով հոկտեմբերի 11-ից լուծվելու է իր հետ կնքած աշխատանքային պայմանագիրը։ Դրանից հետո ուսուցչուհին հոգեբուժ փորձագետների մոտ փորձաքննություն է անցել ու ստացել եզրակացություն, որ հոգեպես առողջ է։ Դա ընդհանրապես եղել է գրություն ոստիկանությունից, որ տալ պարզաբանում ուսուցչի վերաբերյալ, այսինքն ոստիկանությունն է հաշվի առել, որը աշխատողը աշխատում է տվյալ դպրոցում եւ նաեւ հաշվառված է եղել, թե չէ ես նման բան չգիտեմ, իմ օրոք նման բան չի եղել եւ ասենք այնտեղ մասնագիտական մոտեցում ա պետք, ես չեմ կարող դրա մասին որևէ բան ասել։ Այսինքն այդ տեղեկանքը տրամադրել է ոստիկանությունը, ճիշտ եմ հասկանում։ Այո։ Ոստիկանությունը տրամադրում է մարզպետարան, մարզպետարանը տրամադրում է մեզ 19 թվականին, հենց մենք ստացել ենք գրություն, որ սահմանված կարգով ընթացք տալ։ Մինչ այդ ինչ է եղել, ես չեմ կարող դրա մասին ասել, բայց ինքը բերեց տեղեկանքներ, անհայտ շտեմպով, անհայտ կրինքով, ինչ որ տետրի թղթերի վրա գրված, որ դրանք այսօրվա դրությամբ հիմքեր չեն։ Հետո ես բժիշկ չեմ, ես այլ բան եմ ստեղ իրականացնում, դա ինձ չի վերաբերվում, որովհետև նա ըստ այդ դատական փաստաթղթերի ձեզ տրամադրել է անկախ այլ փորձագետների միջոցով փորձաքննության է ենթարկվել եւ բերել է ձեզ արձանագրություն, որ ինքը հոգեպես առողջ է։ Երկու անգամ նման փորձաքննության է ենթարկվել։ Դուք եք նրան հորդորել, որ գնա։ Պահանջ, նա ուղղակի բերել է ընթացքում, իր փաստաբանին է երևի տրամադրել, իր մեջ միշտ եղել է, այսպես ասած, ներքին կռիվ, անհանդուրժող միջավայր, որ բոլոր ուսուցիչները Գալստյան Անուշը, Պետրոսյան Անահիտը, Դալակյանը, Պողոսյան Մարգարիտան, էլ չթվարկեմ, բոլորն իր դիպլոմով են աշխատում այս դպրոցում։ Ինչ է նշանակում նույն իր դիպլոմով։ Գիտեմ։ Դե չգիտեմ, ինքը այդպես կասկածներ ուներ, որ ու մենք դա գրում էր բողոք, դա ինձ չէր գրում էր տեսչություն, գրում էր նախարարություն, հետո մարդիկ պահանջում էին պարզաբանում։ Եվ մենք ամբողջ մի օրեր այդ նյութը տրամադրում էինք կառույցներին, որպեսզի ինքը ստանար պատշաճ պատասխան, որ չկա նման բան։ Թե չէ որևէ հետապնդում, որևէ ինչ-որ բան, որևէ առողջական խնդիր չենք քննարկել մենք, ավելի շատ իր պահվածքի հետ է դա կապված եղել։ Ի վերջո ուսուցչուհին հեռացվել է աշխատանքից անհարգելի բացակայությունների հիմքով։ Դատարանը որոշել է, որ դպրոցը ճիշտ է վարվել։ Անհարգելի չի եկել դպրոց, երբ որ ինքը ներկայացավ առանց բացատրագրի, առանց անաշխատունակության թերթիկի, որ թեկուզ հիվանդանոցում է եղել, իսկ դա օրենք է, ղեկավարվել եմ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 9-րդ կետով, որ աշխատողը նույնիսկ մեկ հերթափոխի ընթացքում չներկայանալու դեպքում, իսկ մենք իրեն տվեցինք բազմաթիվ հնարավորություններ, դե արդեն դա կլիներ իմ կողմից կոպիտ խախտում, եթե ես իր բացատրագրում ինքը տենց նշել էր, որ հետին թվով գրեմ իմ հաշվին ես կողմ, դե դա մենք չենք քննարկում, այդպես, կարծում եմ օրենքով սահմանված կարգով է եղել։
Տիկին Գասպարյան, ուսուցչուհին ձեզ դատի էր տվել, փորձելով վերականգնել իր աշխատանքը եւ այդ դատական փաստաթղթերում դատալեքսում ծանոթանալով մենք տեսնում ենք, որ նա ձեզ մեղադրում է, որ հետապնդել եք իրեն մարզպետարանի հետ համագործակցությամբ, այսինքն նույն մեղադրանքները, ինչ որ Մերձավանի միջնակարգ դպրոցի դեպքում է, նաեւ ձեզ է վերագրվել, որ փոխհամաձայնեցված իրեն պարզապես հետապնդել եք, փորձել եք ամեն կերպ ազատել աշխատանքից, ինչ որ խաթարված հարաբերություններ եք ունեցել իր հետ, կբացատրեք սա։ Ահա, ուրեմն ես չգիտեմ Մերձավանում ինչ է տեղի ունեցել, ինչպես, բայց մեր դպրոցի պահում իր նկատմամբ ոչ մի հետապնդում չի եղել, բացի աջակցությունից, բոլոր հարցերում մենք փորձել ենք աջակցել, պարզապես իր մոտ դրսևորվում էր ոչ, այսպես ասած, ուսուցչին հարիր ասեմ, թե մանկավարժին հարիր պահանջ, մի փոքր օրինակ բերեմ, թեկուս էլեկտրոնային հաստիկացուցակի, էլեկտրոնային դասամատյանների հետ կապված, երբ որ ես նշանակվեցի տնօրեն, մենք այդ ժամանակ արդեն անցել էինք լրիվ էլեկտրոնային աշխատակարգին եւ ինքը ինձանից պահանջում էր թղթային տարիֆիկացիան, անհանգստացնում էր, ինչ որ sense մի միտք էր իրեն միշտ մտատանջում եւ դրա հետ կապված գալիս էր, տվեք ինձ թղթային տարիֆիկացիան, ես բացել եմ էլեկտրոնայինում ցույց եմ տվել, նույնիսկ բացատրել եմ, եթե դու վարձատրվում ես, եթե դու աշխատավարձ ես ստանում, եթե դու դասավանդում ես, դա նշանակում է, որ դու կաս հաստիկացուցակում։ Այսպիսի բաներ ա եղել եւ երբ որ ինքը չէր ստանում իր պատասխանը, մտածում էր ինչ որ իր դեմ որոշակի բան կա, բայց ինչ որ տրամադրվածություն իմ եւ իր հարաբերություններում չգիտեմ ինչ է գրել, բայց համենայն դեպս հետո սկսեց մեղադրել, որ իր դիպլոմով աշխատում են բոլոր ուսուցիչները, դիմեց այդ նամակներով տեսչություն, դիմեց նախարարություն, գիտեք, դրանք խաթարում են մեր ամենօրյա աշխատանքը, դա մեզանից լրացուցիչ ռեսուրս եւ աշխատանք է խլում, ասենք ամեն առավոտ դու ինչ որ անհեթեթ նամակների պատասխանես։ Ուսուցչուհի Ռոզա Դավթյանը հեռացվել է աշխատանքից նաեւ Երվանդաշատի Այվազյանի անվան միջնակարգ դպրոցից, այստեղ հասցրել է աշխատել ընդամենը 5-6 օր։ Ինքը խնդրահարույց կին է, Հռիփսիմե ջան, ասեմ, որ Տիկին Դավթյանը հենց առաջին իսկ օրվանից մտավ կոնֆլիկտի մեջ եւ մեր կոլեկտիվին անվանեց անգրագետներ։ Ինչի ինչ որ բաններ։ Չգիտեմ ինչու, ընդամենը 1-2 օր լինելով մեր ուսուցչանոցում ինքը կոլեկտիվին անվանեց անգրագետներ։ Ես կանչեցի, իհարկե ես ցույց տվեցի, որ Տիկին Դավթյանը վիճաբանության մեջ մտնի ուսուցիչների հետ, կանչեցի առանձին իմ առանձնասենյակում, հետո զրույց ունեցա եւ ասեցի, որ Տիկին Դավթյան ջան, այ հիմա պահարանում դրված են բոլոր իմ աշխատակիցների անձնական գործերի թղթապանակները, որ թղթապանակն էլ բացեք այստեղ, դուք պետք է տեսնեք 2 բարձրագույն կրթության դիպլոմի պատճե։ Դուք ոնց կարող եք այս մարդկանց անվանել անգրագետ։ Գիտեք, իր հաղթաթուղթը, ես այսպես ասեմ, նա էր, որ ինքը ուներ տարակարգեր, հոդվածներ էր տպագրվել եւ բազմիցս դա ասում էր, եւ ես էլ ասեցի, որ անձամբ ինքս եմ հոդվածի հեղինակ, իմ ուսուցիչները բոլորն են, նույնիսկ մենք կամավոր ատեստավորում անցած ուսուցիչներ ունենք, որ հեռավոր գյուղում ենք ապրում, դա դեռ չի նշանակում, որ այստեղ անգրագետ ուսուցիչներ են հավաքված։ Եվ նաև ասեմ, որ յուրաքանչյուր դասամիջոցի ինքը ընդամենը 5-6 օր աշխատել մեր դպրոցում։ Յուրաքանչյուր դասամիջոցի բարձրացել է ինձ մոտ եւ 10-15 րոպե իմ ժամանակից խլել է, մինչև ես իրեն նորից համոզել եմ, որ Տիկին Դավթյան ջան, խնդրում եմ գնացեք դասի, եթե հարցեր կառաջանան, դասերից հետո եկեք, դուք ամեն դասից դիմացի 10-15 րոպե խլում եք։ Իմ հետ այս մեկն էլ ասեմ, զրույցներից մեկում ես իրեն ասեցի Տիկին Դավթյան ջան, ձեզ օգնող, ձեզ մեկնած ձեռքը խնդրում եմ մի խփեք գցեք ներքև, չէ որ ես ձեր վիճակի մեջ մտնում եմ եւ ձեզ ընդառաջում եմ, այո մեր մոտ դասաժամերը թափուր էին, ես ձեզ ընդունել եմ աշխատանքի, եկեք միասին աշխատենք ու գնում գալի ասում ես փայլուն ուսուցիչ եմ, ախ
նախ դուք նորեկ եք, ես այդ նորեկությունը հաշվի առնելով նույնիսկ դասալսման չեմ գալիս, որ ունի մեջ մտնեք, դասարանին ծանոթանաք, աշակերտներին ծանոթանաք։ Դուք եք ձեզ ասում փայլուն եմ, չէ՞ որ այդ փայլունը պետքա ժամանակի ընթացքում փայլը երևա։ Իսկ արցախցիների հետ կապված կոնկրետ ինչ-որ բան նկատել եք, որ չսիրի արցախցիներ։ Մենք արցախցի անկեղծ ասած չունենք։ Մեզ մոտ ոչ Արցախից երեխաներ կան, ոչ էլ ուսուցիչներ, բայց 1-2 անգամ առիթ եղել է, որ ինքը բացասական է արտահայտվել արցախցիների հասցեին։ Կոնկրետ ինչ է ասել, որ չի սիրում, որ նրանք թուրք են այդ արտահայտությունները արել է։ Չէ, ոչ թե թուրք, այլ ավելի շատ կոնկրետ մեր ինձ հետ զրույցում ավելի շատ ոնց որ ինքը իր սոցիալական վիճակից դուրս գալով ավելի ոստանում էր, որ արցախցիներին ավելի աջակցությունը շատ է, քան իրեն։ Հա, հասկացա։ Եվ հաշվի առնելով, որ մեր խոսակցությունը, ինչպես նշեցի, ձայնագրում է, դուք չեք վախենում, որ ձեզ էլ կթիրախավորեն, կասեն, ինչ որ կաշառված եք կամ մարզպետարանի հետ համագործակցության մեջ եք։ Ոչ, ես չեմ վախենում, անկեղծ ասած նույնիսկ երբ որ ես այդ տեսանյութերը դիտեցի, ես ինչ որ ասվում էր մերձավանում, դրանք համապատասխանում էին իրականությանը, պարզապես մատուցման ձևն էր տեղ։ Չէր կարելի աշակերտներին այդ ձևով, ծնողներին այդ ձևով հանել ուսուցչի դեմ։ Ուսուցիչ արժեքը պետք է գնահատվի, բայց որ այդ ուսուցիչը իրոք խնդրահարույց ուսուցիչ է, բայց որ այդ ուսուցիչը սադրող ուսուցիչ է, մարդուն հանգիստ կարող է ափերից դուրս բերել, միանշանակ նա այդպիսին է։ Մենք փորձեցինք այս պնդումների հետ կապված պարզաբանում ստանալ ուսուցչից։ Արձագանքը այսպիսին էր։ Ես չեմ ուզում էլի մյուս հարցը որն է։ Իմ դեմ այո կազմակերպված էր դպրոցի, չգիտեմ ում կողմից, բայց կազմակերպված էր։ Ամեն դեպքում դպրոցի տնօրեն, դպրոցի կոլեկտիվ դրան մասնակցություն ուներ։ Որոշ տեղեկություններ տարածվեցին ձեր նախկին աշխատավայրերի հետ կապված, որ ձեզ մի քանի դպրոցներից են հանել աշխատանքից, այդպես է եղել, դուք հեռացել եք ձեր կամքով։ Չեմ ուզում պատասխանեմ, ոչ, այնտեղ եղել են, դուք ինչու եք անդադ, ես չեմ ուզում ձեզ հարցազրույց տամ, ոչ մի դպրոցում էլ ոչ մի միջադեպ բան էլ չի եղել։ Ես այնտեղ ֆիզ արձակուրդի փոխարեն եմ եղել, այսքանը։ Դադարեցրեք ձեր ձայնագրությունը իմ հանդեպ։ Գնում գալիս եք։ Տիկին Դասյան, ինչ որ ոչ կոռեկտ բան եք տեսնում մեր կողմից։ Գիտեք, որ աղմուկ է բարձրացել եւ ուզում ենք պարզաբանել։ Դուք դատի եք, չէ՞, տվել ձեր նախկին աշխատավայրում տնօրենին, որ ձեզ վերականգնեն աշխատանքի, այդ հայցի հետ կապված ինչ կասեք, Տիկին Դավթյան։ Չեք ուզում որևէ բան պարզաբանել այս աղմուկի ֆոնին։ Հիմա համացանցի հանրությունը պահանջում է ուսուցչուհի Դավթյանին դարձնել դպրոցի տնօրեն, տալ պաշտոններ ու նոր կոչումներ։ Եթե տվյալ անձը պատրաստ է տանելու այդպիսի մեծ պատասխանատվություն ըստ կարծիքների եւ այնտեղ ընդհանցակար գոյություն ունի, տնօրեն չեն նշանակում եւ բերում նստացնում, դու պիտի այդ ճանապարհը նաեւ անցնես, ես որևէ հարցում որևէ մեկի անձի նկատմամբ դեմ չեմ, եթե հարմար է, թող նշանակեն, բայց դա մեր հասարակության ցանկությամբ եւ որոշումով չի լինում։ Միանշանակ դեմ եմ։ Նա չի կարող կոլեկտիվ ղեկավարել։ Եվ ոչ միայն կոլեկտիվ, այլ նաև մեկ ամբողջ աշակերտական համայնք։ Տարբեր աշակերտներ, տարբեր հոգեբանություն, տարբեր ընտանիքներից դուրս եկած, եթե փոքրիկ դասարանում նա չի կարողանում իրեն դրսևորել, ոնց կարող է։ Եվ չունի բացարձակապես էլ չունի ինքը այդ լիդերային գծերը։ Իսկ ձեր դպրոցում էլ էր դասերը այդպես աղմկոտ անցնում, որ խանգարում էին մյուս դասարանցիներին։ Չէ, մեր դպրոցը այդպեսին չի, որովհետև գուցե նպաստել է նաև մեր սակավ աշակերտ թիվը, որովհետև յուրաքանչյուր դասարանում նստած է 5 աշակերտ, 7 աշակերտ, երբ որ խոսքի մեջ ես ասեցի, չէ, եղել է պա, որ ես ասել եմ Տիկին Դասյան ջան, ախր դասից 15 րոպե արդեն անցել է։ Գնացեք դասարան, հարցերը հետո կգաք կտակ, ինքը ինձ մեկ անգամ պատասխանեց, ոչինչ երեխաները քիչ են, ես 30 րոպեում եմ հասցնում դասը պարապեմ։
Տհաճ ու աղմկահարույց միջադեպի թողած հետքը ոչ րոպեների, ոչ տարիների ընթացքում չի մոռացվի։ Բոլորիս ինքնազգացողությունը դեռ սարսափելի վիճակում է։ Այդ վիճակում է նաև աշակերտների մոտ։ Սա մի երկար ժամանակ է, որ կարողանանք վերականգնել եւ հոգեպես եւ առողջապես։ Այս պահին, այսպես ասեմ, որ եւ աշակերտների, եւ կոլեկտիվի, եւ իմ այդ հսկայական այս ծանր բեռը բոլորս պետք է տանենք, խարաներ, որ դաշվեց բոլորիս վրա։ Սա հասարակությունը, այո, միանգամից կարող է այսպես բուրըն արձագանքել, բայց արձագանքելուց առաջ պետք է մենք տեղյակ լինենք ամբողջ այդ երկար ամիսների խոսքերից ու քննարկումներից։ Մենք երկար ժամանակ այս ամենից տեղյակ է եւ մարզպետարանի մեր աշխատակիցները, Տիկին Բուդաղյանը, պարոն Մեխակյանը, պարոն Մելիքյանը, մենք անընդմեջ ցանկացած հարց, բավականին շատ այցելություններ են եղել դպրոց, զրույցներ են եւ կոլեկտիվի, եւ ծնողների, եւ աշակերտների հետ, շնորհակալություն իրենց, որ աջակցել են իրականում, բայց ստացվեց այսպես, որ ինձ համար սա, չգիտեմ, մի ահավոր ինձ թվում է երկար ժամանակ պետք է որ կարողանանք վերականգնել մեր արժանապատիվ անունը։ Չեմ վախենա ասել նաև, որ ճանաչողները բոլորը վստահ կարող են ասել, որ դա այդպես չէ։ Իսկ չճանաչողներին խորհուրդ կտամ, մարդիկ միանգամից արձագանքում են, արձագանքելուց առաջ 1 րոպե իրենց մտքերը հավաքեն ու սկսեն մտածել մարդկանց մասին այլ տեսանկյունից։ Խոցելի երեխաներ, մենք չպաշտպանեցինք երեխաների իրավունքները, խոցելի կոլեկտիվ, մարդիկ երկար տարիների աշխատանք ունեին, եւ ես մարզպետարանը ամբողջությամբ պարոն Մեխակյանի, պարոն Մելիքյանի, Տիկին Բուդաղյանի Կա մի բան, որը հասու չէ այդ մեկնաբանություններ գրողների, նրանք ամբողջական պատկերին ծանոթ չեն։ Կա ձեր մոտ այդ անարդարության զգացումը, որ շատ բաների տեղյակ չեն, դրա համար են այդպես արձագանքում։ Այո, անտեղյակությունը տանում է դրան։ Ովքեր տեղյակ են, իրենք կամ չեն մեկնաբանում, չեն բարձրաձայնում, դա հասարակությունն է այդպես, ընդհանրապես այն ինչը որ ճիշտ դեպի ճիշտն է գնում, ճշմարիտ խոսքը մի փոքր այլ կերպ է ընկալվում։ Անարդարություն այստեղ որպես այդպեսին կդիտարկեմ այս տեսանկյունից, առանց հիմնական պատճառի չի լինում ոչինչ։ Իսկ մեր պատճառները բազմաթիվ են ու երկար ժամանակների։ Ձեզ քննադատում է Տիկին Դավթյանը, որ մարզպետարանի հետ համագործակցությամբ տևական ժամանակ հետապնդել եք իրեն եւ ամեն ձև ուզել եք աշխատանքից ազատել։ Եղել է նման հետապնդում եւ ո՞րն է եղել շահը այստեղ։ Շահից չխոսենք, որտեղ մենք երկար ժամանակ պատմության ուսուցիչ չենք ունեցել դպրոցում։ Կհավատակ ամեն վարքյան սպասում էինք ուսուցիչ, որ կմտներ դասարան ու կդասավանդեր երեխաներին այդ առարկան։ Հետապնդել է ամեն վարքյան Տիկին Դավթյանը բոլորիս դարձնում էր իր կողմից իրեն հետապնդող, իրեն չենք հասկացել, գիտեք ինչ, չկա նման բան, բացառված է, չկա։ Ոնց կարող են ուսուցչին հետապնդել, այն էլ այս պահին, որ այսքան սուղ են մեր երկրում ուսուցիչները, որ մենք խնդրելով ուսուցիչ ենք դպրոց բերում, որպեսզի մեր երեխաները ստանան այդ կրթությունը։ Այսինքն դուք այդ պաշտոնի համար չեք ունեցել ձեր ծանոթ բարեկամ Խնամի, որին ուզեցել եք տեղավորել եւ Դավթյանին այսպես սվիններով եք ընդունել։ Հավելեմ մի բան, նախ չեմ ունեցել, իմ շրջապատում ընդհանրապես պատմաբան գոյություն չունի, փաստ եմ նաև, որ երրորդ այդ նկատողությունից հետո բավականին երկար մենք ունեինք, եթե լիներ որևէ մեկը, այդ որևէ մեկը կհայտնվեր դպրոցում, իհարկե չկա։ Դրանք պարզապես Տիկին Դավթյանի երևակայություններն են։ Իրեն միշտ թվում է, որ իրեն հետապնդում են,
իրեն չեն աջակցում, իսկ աջակցելը դա լինում է երկկողմանի։ Մենք բավականին շատ կոլեկտիվով, առանձին, անհատական մեր կողմից քայլեր արվել են։ Իհարկե չկա։ Եթե մենք ունենայինք, մենք երկար ժամանակ փնտրտուքների մեջ ենք եղել։ Դա կփաստի նաև եւ մարզպետարանը, կփաստեն ամբողջ գյուղը, որ երեխաները երկար ժամանակ չեն ունեցել պատմության ուսուցիչ։ Իհարկե չկա նման բան։ Իսկ ղեկավարների հետ դա բացառված է։ Քանի որ նաև մեղադրանքներ կար Տիկին Հարությունյան, որ աշակերտների դերաբաշխում է կատարվել, իրենց խոսքերը անգիրանել եք տվել ու այդպես եկել էին տեսախցիկի առաջ ամեն մեկը իր դերը կատարելու, եղել է նման բան։ Արդյոք զգացվում է այդպիսի բան։ Կային մեկնաբանություններ։ Դե շատ բան կարող են մեկնաբանել։ Թող մեկ ուրիշ տեսանկյունից էլ մեկնաբանեին։ Այսինքն ուսուցչին կամ ես ինքս այդքան հեղինակազրկեմ ինձ, որ խոսքեր տան աշակերտները, որը հիմա ոչ ոք դրա կարիք չունի։ Դուք բոլորդ էլ լավ գիտեք։ Բոլորին ցանկացած հարց, եթե մենք ուղենք, կապ չունի ձևակերպումները, իրենք իրենց մտքերը կարտահայտեն։ Իհարկե չի եղել, բացառում եմ, չկա նման բան։ Այս պահին դպրոցում քիչ թե շատ վերականգնվել է ուսումնական գործընթացը թիրախավորումից աղմուկից հետո։ Դպրոց պարբերաբար այցելում են հոգեբաններ ու պաշտոնյաներ, այն ուշադրության կենտրոնում է։ Ինչպես դուք եք տեսնում, դպրոցը բնականon հունի մեջ ուսումնական գործընթացը ամբողջությամբ առողջ վիճակում է։ Փաստեմ նաև, որ միշտ է այսպես եղել։ Պարզապես այդ օրը ստացվեց այդպես, որը պետք է չլիներ։ Հիմա այն փուլում է դպրոցը, որ պետք է գտնենք եզրեր, որ կարողանանք ուսումնական գործընթացը վերջնական, ճիշտ ավարտին մոտեցնենք։ Բացի դա ունենք քննական շրջան, ինչը ես որպես այս պահի դրությամբ դեռ չեմ ստացել այդպես պաշտոնական ոչինչ, այս պահի դրությամբ եմ դա ասում, ինչը որ չխանգարի մեր երեխաներին, որտեղ հոգեպես նրանք արդեն առանց այն վիճակում են, որ կարողանան իրենց քննությունները հանձնել։ Կհորդորեմ բոլորին, եկեք մեր երեխաների իրավունքները պաշտպանենք։ Ես առաջին հերթին, առաջին օրվանից իմ հեղինակությունը հասավ այս կետին, բայց մինչև այս պահը իմ մտքում իմ աշակերտներն ու իմ համագյուղացիների երեխաներն են, որ երբևէ տարիների ընթացքում ես չեմ ցանկանա, որ այդ երեխաները, այդ բալիկները տեսնեն ու մի պահ խոնարհեն, որովհետև օրը եղավ այլ կերպ։ Ռիփսիմե Ջեբեջյան, Նարեկ Ավագյան, Վազգեն Հովհաննիսյան, Տրիբյուն AM։